Կարաս ասել, Տեր շնորհակալ եմ քո փառքի ներկայության համար, որի մեջ դու ինձ բերել ես, եւ քո անմար սիրուտ համար, որով ինձ սիրում ես, եւ Քրիստոսի անզուգական զոհի համար, որով ինձ փրկագնել ես, եւ Սուրբ Հոգու գերբնական զորության համար, որով ինձ լցրել ես։ Շնորհակալ եմ Հայր Հիսուսի անունով եւ ակնկալում եմ նորանոր իրավիճակներ քո մեծ փառքի համար, օրհնյալ Աստված։ Շնորհակալ եմ Հայր Հիսուսի զորավոր անունով։ Եվ հավատում եմ, որ ամեն մեկս, եթե մեր սրտերը բացենք Աստծո խոսքի համար, Տերը իր խոստմունքը կիրականացնի մեր կյանքերի մեջ։ Իրականում Հիսուս Քրիստոսն է հանդիսանում կյանքի ջրի աղբյուրը եւ նրանից բխող ջուրը մեզ կենթանացնում է եւ մեզ ամեն առումով հագեցնում է։ Եվ Հիսուսը ինքն էլ ասեց, որ եթե մեկը ծարավ է, Հովհաննես 7-րդ գլուխ 7 Ուրեմն 37-39 համարներում Հիսուսն ասեց, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ ինձանից խմի։ Իմանում ես, առաջին քայլը Հիսուսի մոտ գնալն է։ Մեր ծարավը մեզ պիտի մոտեցնի Հիսուսին, բայց երբ որ մոտենում ենք Հիսուսին, երկրորդ քայլը դա հենց խմելն է։ Հիսուսն ասում է, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Մենք կարող ենք հաստատ համոզված ասել, որ մենք Հիսուսին ենք գնում, այո, բայց երկրորդ քայլը պակաս կարևոր չի, որ նրանից խմենք այդ կյանքի ջրիցը, որովհետև Հիսուսը, երբ որ դա խոսում էր Սուրբ Հոգու գետերի մասին, Սուրբ Հոգու ջրերի մասին։ Եվ ասում է, որ ով որ ինձանից խմի, ինչպես գիրքն ասում, նրա փորից կբխի կյանքի ջրի գետերը։ Եկեք որ այսօր չբավարարվենք նրանով, որ եկել ենք Քրիստոսին, այլ ձգտենք, որ խմենք եւ հագենանք Քրիստոսից բխող կյանքի ջրերով։ Եկեք չբավարարվենք Աստծո տունը գնալով, եկեք փափակենք, որ Աստծո տան Աստծուն հանդիպենք այսօր այստեղ մեր սրտերի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Գիտենք, որ Հիսուս երբ որ խոսում էր ասելով գա եւ ինձանից խմի, ինքը ի նկատի ուներ Սուրբ Հոգուց բխող ամեն խոսքը եւ զորության ներգործությունը։ Ի նկատի ուներ, որ մենք հագենանք Սուրբ Հոգուց եւ մենք գիտենք, որ երկրորդ Կորինթացիների 3-րդ գլուխ 17 համարում գրված է, որ Տերը ինքը Հոգին է։ Եվ որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն կա, այնտեղ բժշկություն կա, այնտեղ զորություն կա, այնտեղ ուրախություն կա։ Համաձայն ես, կարող ես դավանել, որ Տերը Հոգի է եւ ինձանոմն է։ Եվ որտեղ որ ինքը Տերն է, այնտեղ բժշկություն կա, ազատագրություն կա, այնտեղ խաղաղություն կա, ուրախություն կա։ Եվ թույլ տուր, որ Տերը այս ամեն առումով ներգործի քո կյանքիդ մեջ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Եվ տեսնում ենք Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է, ուզում եք իրար հետ դիտարկենք հենց Հովհաննես 5-րդ գլուխ 1-ից 9 համարներում, որտեղ որ ներկայացված է, որ հրեաների տոնն էր, օրն էր շաբաթ էր, եւ այդ օրը Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ, ոչխարած դռան մոտ մի ավազան կար, եւ այդ ավազանը եբրայերեն կոչվում էր Բեթեսդա, որտեղ 5 սրահներ կային, եւ այդ 5 սրահներում գրված է խիստ շատ հիվանդներ կային ու շեշտադրված է կույրեր, կաղեր, չորացածներ, անդամալույցներ։ Եվ այդտեղ մի հիվանդ կար, որը 18 տարի հիվանդության մեջ էր։ Եվ Հիսուսը նրան տեսավ եւ իմացավ, որ այդ անձը արդեն երկար տարիներ հիվանդության մեջ է եւ մոտեցավ Հիսուսը այդ անձին եւ ասեց. Ուզում ես առողջ լինել, ուզում ես բժշկված լինել, ուզում ես ազատագրված լինել։ Ինքը չասեց հավատում ես, որ ես դա կանեմ, ակնկալում ես դա ինձանից թե ոչ։ Ինքն ասեց ուզում ես, այսինքն ամեն ինչ կապված է մարդու սրտի ակնկալիքից, փափակից։ Եվ կտեսնենք ընթացքում, բայց այստեղ ուզում եմ տեսնես, որ թեպետ ավետարանը շեշտադրում է, թեպետ որ տոն էր այդ օրը, եւ թեպետ որ Երուսաղեմը, որ կոչվում է արդարության ու խաղաղության վայր, եւ թեպետ որ օրն էլ շաբաթ էր, եւ թեպետ որ ուրեմն Բեթեսդա նշանակում է Աստծո ողորմության եւ գթության տուն։ Թեպետ որ այս ամեն իրավիճակը կար այդ վայրում, բայց այդտեղ կային շատ հիվանդներ, կույրեր, կաղեր, չորացածներ,
անդամալուծներ, այսինքն լինել ուրախության վայրում, լինել արդարության վայրում, լինել ուրեմն շաբաթ օրվա մեջ, որը կոչվում է սուրբ եւ հանգստության օր, դա չի ապահովում մարդու ներսի բժշկությունն ու ազատագրությունը։ Լսում ես, սիրելի եկեղեցի։ Լինել եկեղեցու մեջ դա չի ապահովում մարդու ներսի ամբողջական բժշկությունն ու ազատագրությունը։ Թեպետ այդ կարգավիճակը կար այդտեղ, բայց ավետարանը բառացի ասում է, որ այդ տարածքում հենց այդ վայրի մեջ, որտեղ 5 սրահներ կային, ամեն մի սրահներում լեփ-լեցուն հիվանդներ կային, կույրեր, կաղեր, չորացածներ եւ անդամալուծներ։ Տվյալ իրավիճակի մեջ բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսին չէին ընդունում եւ հիմա էլ այդպես է, եւ ովքեր որ չունեին Քրիստոսին, թեպետ որ Երուսաղեմում էին, թեպետ որ Աստծո նախասահմանված վայրում էին, Աստծո հավանված օրվա մեջ, այդ տոնակատարության մեջ դա կապ չունի, բայց եթե մեկը Քրիստոսին իրականում չունի, ինքը հոգևոր առումով, շնչի ոլորտում եւ ֆիզիկական ոլորտում ունի տկարություն, հիվանդություն, կապանք, գերություն, որից մարդը կարիք ունի ազատվելու, բայց ոչ թե այդ վայրն է, որ մարդուն ազատում է, այլ ինքը Քրիստոսը, ամեն։ Եվ տեսնում ենք, գիտենք, որ ըստ գրքի գիտենք, որ ընդհանուր առմամբ 5 թիվը հանդիսանում է Աստծո շնորհքի թիվը, բայց այստեղ ներկայացված 5 սրահները դա խոսում է հրյաների 5 զոհի եւ օրենքի կանոնակարգի կենտրոնացման վրա, որտեղ որ գրված է Ղևտացիների 1-ից 5 գլխում խոսում է հրյաների 5 զոհերի մասին, 5 օրենքի կանոնակարգի մասին եւ ամբողջ այդ ժողովուրդը կենտրոնացած էր օրենքի եւ կանոնակարգերի պահպանման վրա, փոխանակ թե կենտրոնանային Աստծո սիրո, գթարատության, ողորմության եւ շնորհքի վրա։ Իրանք եկել էին Աստծո ողորմության ու գթության տունը, բայց չէին կարողանում վայելել ու վերապրել Աստծո ողորմությունը ու գթությունը, հասկանում ես, սիրելի եկեղեցին։ Իրանք հենց այնտեղ էին Բեթեսդայում, որը իրականում բառացիորեն նշանակում է Աստծո ողորմության եւ գթության տուն։ Միգուցե ես ու դու կարող ենք հայտնվել ինչ որ մի վայրում, որտեղ կոչվում է օրինակ աստվածային ներկայություն կամ գթության ողորմության տուն, բայց խնդիրը կայանում է նրանում, որ մենք վայելում ենք այդ Աստծուն, թե ոչ։ Մենք կարող ենք լինել Բեթելում, բայց չվերապրել ու չվայելել Էլ Բեթելը, այսինքն Բեթել դա Աստծո տունն է, Էլ Բեթելը դա Աստծո տան Աստվածն է, ամեն։ Եվ Աստված ավելի հետաքրքրված է, որ մենք ոչ միայն գանք իր ներկայության մեջ, այլ խմենք իրանից բխող այդ կյանքի կենթանի ջրերն, ամեն։ Եվ գիտենք, որ ըստ Սուրբ գրքի խաղաղության Աստվածը փափագում է եւ այս ամեն պատասխանատվությունը վերցրել է իր վրա, որ մեր ամբողջ էությունը, այսինքն մեր հոգին, շունչը եւ մարմինն էլ ամբողջապես բժշկի եւ ազատագրի ամեն ցավից, ամեն հիվանդությունից, ամեն կապանքներից ու գերությունից։ Ասացի, տեսանք, որ հենց այդ վայրում կային տարբեր ու շատ հիվանդներ, որոնք որ ոչ միայն ֆիզիկապես էին հիվանդ, ոչ միայն ֆիզիկապես էին չորացած, այլ հենց բառացիորեն հոգու, շնչի եւ մարմնի ոլորտում էր։ Եվ Աստված ուզում է մեր ամբողջ էությունը, ասա, հոգին, շունչը եւ մարմինն է, բժշկի եւ ազատագրի։ Ամեն։ Եվ Հովհաննես 10 գլուխ 7-ից 9 համարներում Եսուսը ինքը հայտարարում է ասելով ես եմ ոչխարած դուռը։ Կարդացինք, որ եկավ Երուսաղեմ եւ ոչխարած դռան մոտ Բեթեսդայի ավազան կար եւ 5 սրահներ։ Եվ Հիսուսը հետագայում 10-րդ գլխում հայտարարում է ասելով ես եմ ոչխարած դուռը։ Ով որ ինձանով ներս մտնի, կապրի, կփրկվի, կյանք կգտնի եւ որևիցե բանի կարոտություն չի ունենա։ Ժողովուրդն ամբողջությամբ կրոնական տեսանկյունից հավաքվել էր այդ 5 սրահների մեջ, բայց Քրիստոսով մուտք չէին գործել այդտեղ։ Աստծո դրած օրենքներով ու կանոններով էին մուտք գործել այդտեղ։ Եվ մենք տեսնում ենք այդ
5-րդ գլուխ 1-ից 9 համարներում ասում է հրեշտակը ժամանակ Աստծո հրեշտակը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր եւ ջրերը խառնում էր եւ ով որ, ասա ով որ առաջինը մտնել է ջրերի մեջ բժշկվում էր ինչ հիվանդություն են որ ունենար նկատում ես եւ այստեղ մարդիկ կենտրոնացած էին կանոնակարգի վրա առաջինը ով է մտնելու երբ որ մարդը կենտրոնանում է կանոնակարգի վրա ակամայից կենտրոնացումը գնում է մարդկային կարողության վրա եւ ոչ թե Աստծո զորության վրա այստեղ կրկնում եմ մարդկանց կենտրոնացումը իրենց կարողության վրա էր կանոնակարգը պահելու վրա էր ցանկացած կանոնակարգ պահելու համար մարդը կենտրոնանում է իր կարողության վրա եւ Աստվածաշունչն ասում է որ անիծյալ լինի այն անձը ով մարդուն է հուսացած եւ ոչ թե ուժով ոչ թե զորությունով այլ Տիրոջ հոգիովն է ամեն այստեղ մարդիկ լիքն էին հիվանդներ կային շատ խիստ շատ բազում հիվանդներ կային բայց որևիցե մեկը չէր հանդիպի Աստծուն։ Իրանք ուզում էին կանոնակարգով, լավ, դա փաստում է, որ իրականում Աստծո փափակը կայանում է նրանում, անգամ 5 կտակարանում, որ Աստված ուզում է մարդկանց տեսնել բժշկված եւ ազատագրված։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ Հիսուսն ասում է. «Ես եմ այդ ոչխարած դուռը, ով որ ինձանով մտնի, կփրկվի, կյանք կունենա, արոտ կգտնի եւ որևիցե բանի պակասություն չի ունենա»։ Բայց ինչի իրանք չէին գտնում այդ արոտը, չէ՞ որ մտել էին այդ ոչխարած դռով, մտել էին, բայց ոչ Քրիստոսով։ Ուղղակի կրոնական տեսանկյունից։ Հռոմեացիների գիրքը 7-րդ գլուխ 8-ից 9 համարներում գրված է այսպես, որ մեղքը առիթ առավ օրենքից, պատվիրանքից, մեղքը կենթանություն ստացավ օրենքի պատվերանքիցը եւ դիրեց ողջ մարդկության վրա։ Իրանք փորձում էին կանոնակարգը օրենքի պահանջարկները իրականացնել եւ ինչքան փորձում էին, այնքան անեծքի տակ էին հայտնում, որովհետեւ գրված է որ թեկուզ 10 պատվիրանից 9-ն էլ պահես, միայն մեկը չպահես, բայց պարտական կլինես մնացածին էլ։ Եվ բոլոր նրանք, ովքեր ձգտում են օրենքը պահելու, անեծքի տակ էին եւ այստեղ գրված է, որ մեղքը կենթանանում է օրենքից։ Օրենքը առիթ է տալի մեղքին մարդու կյանքի վրա ներգործելու։ Ուշադիր ես։ Եվ առաջի Կորինթացիների 15 գլուխ 56 համարում գրված է այսպես, որ մահի խայթոցը մեղքն է։ Այսինքն, երբ որ մահը ուզում է ինչ-որ մեկին խայթի, մեղքով է խայթում։ Եվ ասում է, որ մեղքն էլ զորություն է ստանում օրենքից, Աստծո օրենքից։ Ուրեմն, որպեսի այդ մեղքի խայթոցը չգա քո կյանքիդ մեջ, որպեսի մեղքը չզորանա եւ քո վրա չտիրի, ինչ էր պետք որ Աստված աներ, քիչ հետո կանդրադառնանք դրան եւ այդպես էլ եղավ։ Պետք էր որ Հիսուսը հայտնվեր եւ իր անձը որպես հավիտենական եւ ուրեմն մշտնջնավոր զոհ մատուցել Աստծուն մեր փրկության ու ազատագրության համար։ Ամեն։ Ահա թե ինչու էին մարդիկ թեպետ շատ էին այդ սրահների մեջ, բայց շատ հիվանդներ կային, կույրեր, կաղեր, չորացածներ, անդամալույսներ, պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ նրանց կենտրոնացումը օրենքի կատարման վրա է։ Լսին, մեծագույն մեղքը կայանում է նրանում, որ Քրիստոսով եղող շնորհքը մարդն անտեսում է եւ շարունակում է կենտրոնացած լինել օրենքի գործունեությունների համար արդարանալու վրա։ Լսում ես, դա համարվում է մեծագույն մեղք։ Երբ որ կարդում ես մեծագույն մեղքը կամ ընդհանրապես մեղք, առաջի հերթին դա քո էության մեջ պիտի ձևավորվի։ Ընդհանուր առմամբ մեր ներսի համոզմունքի մեջ ձևավորվել է, որ մեղքն իրականում վատ բան անելն է, դա այդպես է որ կա, դա այդպես է որ կա, բայց Քրիստոսը այդ ամենի հարցը լուծել է իր խաչի արյան շնորհիվ իր անձը զոհաբերելով, բայց հիմնականում մեղքը կայանում է նրանում, որ մարդը դեռ շարունակում է կենտրոնանալ օրենքի կիրառման վրա, քան թե Քրիստոսի խաչի վրա կատարված շնորհքի գործի վրա։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ
Աստծո նպատակն է, որ անգամ հենց օրենքի ժամանակաշրջանում, դա օրենքի ժամանակաշրջանն էր, ամեն։ Անգամ օրենքի ժամանակաշրջանում Աստված հետաքրքրված էր մարդկության բժշկության համար, որ մարդիկ ազատվեին գերությունից, ասա գերություն։ Գիտես, Աստված, Հայր Աստվածը, ուրեմն հիվանդությունը համարում է գերություն։ Հոբ 42:10 համարի մեջ գրված է, որ Աստված Հոբի գերությունը, այսինքն հիվանդությունը վերցրեց իր վրայից։ Ուշադիր ես, ասա գերություն։ Եվ մենք գիտենք, որ Աստված ուզում է, որ ամեն տեսակ գերությունը մեր վրայից վերցվի, եւ մենք ազատ լինենք։ Հիսուս Քրիստոսը հիվանդությունը համարում է կապանք, եւ մենք կարող ենք կարդալ Ղուկաս 13:16 գրված է, որ ուրեմն մի կին կար, հիշում եք, սաբաթավոր էր եւ ինքը չէր կարողանում ուղիղ կանգնել եւ երկինքն այլ իր կենտրոնացումը երկրավոր բաների վրա էր, որովհետեւ սաբաթ էր, հիվանդ էր եւ Հիսուսը նրա համար ասում է, որ դա է Աբրահամի դուստրն է, բայց Աբրահամի դուստրը լինելով Սատանան, Հիսուսն ասում է, Սատանան 18 տարի ի վեր նրան կապել էր հիվանդության ոգով։ Եվ պետք է որ նրան արձակեմ, ասում է։ Հիսուսն եկել էր այդ կապվածին արձակելու, գերիին ազատ անելու։ Լավ։ Գործք 10:38-ում Սուրբ Հոգին հիվանդությունը համարում է Սատանայի կողմանը տանջահարություն եւ գրված է, որ Աստված օծեց Հիսուս Քրիստոսին, որը Նազարեթիցն էր, Սուրբ Հոգու զորությունով, որ Հիսուսը քայլի բարիք անելով եւ ազատի Սատանայից տանջահար եղողներին։ Ամեն։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Աստծո նպատակն էր այդ ջրերը շարժելով հրեշտակի այդ ժամանակ առ ժամանակ հայտնվելով, այդ ջրերը շարժվելով մարդկանց բժշկություն պարգևի։ Եվ Աստծո նպատակն էր, որ մարդկանց հայացքը կենտրոնացումը լինի Աստծո սիրո վրա, անմար սիրո վրա, լինի Աստծո ողորմության վրա, գթառատության վրա։ Նրանք Աստծո գթության տան մեջ էին, բայց կենտրոնացումը օրենքի վրա էր։ Աստված ուզում է, որ մարդկության ուշադրությունը կենտրոնացնի իր գթառատության վրա, իր շնորհքի ու բարեհաճության վրա։ Ամեն։ Եթե օրենքի ժամանակաշրջանում Աստված պատրաստ էր մարդկանց բժշկելու, հարազատս, ել որքան ավելի հիմա։ Երբ որ արդեն Հիսուս Քրիստոսը իր հավիտենական հոգով, իր սուրբ ու պատվական արյունով, իր անձը անարատ զոհ մատուցանեց Աստծուն եւ մեզ ազատեց եւ մեր խշմտանքը մաքրեց, որ մենք ազատ լինենք մեռելական գործերից, մեռած գործերից։ Մեր խշմտանքը մաքուր լինի մեռած գործերից, մեր միտքը մաքուր լինի, մեր զգացմունքները մաքուր լինեն, մեր համոզմունքները, սկզբունքները մաքրված լինեն մեռած գործերից եւ մեր կենտրոնացումը լինի ճշմարիտ Աստծուն, կենթանի Աստծուն ճշմարտապես պաշտամունք մատուցելու։ Ամեն։ Եվ դա գրված է Եբրայեցիների 9:14-15 համարներում, ասում է, որ Քրիստոսը իր պատվական անձը զոհաբերեց, որպեսզի մեր միտքը լվանա եւ ազատի մաքրի սրբացնի մեռած գործերից, որ մենք պաշտենք կենթանի Աստծուն, որովհետեւ Քրիստոսը իր արյունով, լսեք, Քրիստոսը իր արյունով նոր ուխտի միջնորդ եղավ։ Ով է Քրիստոսը? Նոր ուխտի միջնորդը։ Ամեն։ Եվ իր իսկ մահվամբ քավություն հանդիսացավ, քավություն եղավ առաջի ուխտի ժամանակաշրջանում գործած բոլոր մեղքերի համար, որպեսզի Աստծո խոստումները ժառանգեն հավիտենական ժառանգության մեջ կանչվողները։ Քանիսներս ենք ընդունում, որ մենք կանչված ենք հավիտենական ժառանգության մեջ։ Ուրեմն տեսնում ենք Հիսուս Քրիստոսը իր անձը զոհաբերեց եւ իր արյունով մաքրեց մեզ առաջի ուխտի ժամանակաշրջանից եղող մեղքերիցը, որ մենք կարողանանք ժառանգենք Աստծո խոստումները։ Ամեն։ Աստծո խոստումները ժառանգելու համար Հիսուս Քրիստոսը հայտնվեց, որպեսզի մենք կարողանանք բոլոր խոստումները մեր կյանքում ունենանք։ Միևնույն ժամանակ ինչի համար տրվեց օրենքը, ում ձեռով տրվեց օրենքը։ Կարդում ենք Գաղատացիների 3:19-20 համար։ Խնդրեմ ճշտապես մինչև վերջ մնաս եւ ամբողջ օրդությունը վերցնես։ Գաղատացիներ 3:19-20-ում գրված է, որ օրենքը տրվեց, որպեսզի մարդիկ իրենց հանցանքները ճանաչեն։ Օրենքով մարդը ճանաչում է իր հանցանքը։ Տեսանք, որ մեղքը օրենքիցն է արդարանում, տեսանք, որ մահը
մեղքով է խայթում եւ մեղքը օրենքով է զորանում, լավ, եւ հիմա ինչի համար տրվեց օրենքը, պարզ ներկայացված է, որպեսզի ամեն մարդ ճանաչի իր մեղքը։ Եթե օրենքը չլներ, մարդը չէր ճանաչի իր մեղքը։ Եթե մարդ մեղքը չճանաչեր, չէր զգա Աստծո կարիքը, Քրիստոսի կարիքը։ Այստեղ գրված է, որ օրենքը տրվեց հրեշտակների եւ մարդկանց միջնորդությամբ։ Նույն հրեշտակը, որով օրենքը տրվել էր Մովսեսին, հիմա Աստծո կամոք ժամանակ առ ժամանակ գալիս էր Բեթեսդա, այսինքն ինչ։ Աստծո ողորմության եւ գթության տունը Երուսաղեմ, այսինքն արդարության եւ խաղաղության վայր։ Երկնքից եկած հրեշտակը, որի միջոցով օրենքը տրվել էր Մովսեսին, հիմի Աստծո կամոքը գալիս էր, Բեթեսդայի ջրերը խառնում էր, որ կենթանություն ունեն այն այդ ջրերը եւ առաջինը մտնողը պիտի բժշկվեր ամեն հիվանդությունից։ Եվ այդ նույն հրեշտակի միջոցով Աստված գործում էր եւ շարունակում էր իր ողորմությունն ու բարեկեցությունը։ Օրենքը տրվեց, որպեսզի մարդը ճանաչի իր հանցանքը։ Գրված է շարունակությունում, հետևում եք։ Ասում է, մինչև որ գար Աբրահամին խոստացված շարավիղը, Աստծո որդին Հիսուս Քրիստոսը, որն էլ եկավ եւ ամբողջությամբ իրագործեց Աստծո հավիտենական ծրագիրը։ Հալելույա։ Օրենքը տրվեց, ասա, մինչև որ Քրիստոսը գար, Քրիստոսը հայտնվեր, խոստացված շարավիղը հայտնվել է Քրիստոսը, թե ոչ։ Բա ինչի է եկեղեցին շարունակում օրենքի կանոնակարգներով վարվել։ Սա կարելի է ուտել, նա չի կարելի է ուտել, դրա մասին կարող են կարդալ ուրեմն Կողոսացիների երկրորդ գլխում չեմ ասում պիտի ես ուտեսեն ուտես կամ ընդհանրապես դրա մասին չի խոսքը, այլ հիմնականում կանոնակարգի վրա է ասում է մեկը օրերը զանազանում, մեկը տարիներ, մեկը ամսագլուխներն ապահում, ասում է դրանք երկրորդական, երրորդական բաներ են, բայց կենտրոնացումը Հիսուս Քրիստոսի վրա պիտի լինի, ամեն։ Եվ ուրեմն օրենքը տրվեց մինչև որ տրվեց հրեշտակի եւ մարդկանց միջամտությամբ, լավ, տրվեց որպեսի երբ որ Քրիստոսը գա, օրենքը դադարի գործել։ Տրվեց մինչև որը խոսում է օրենքի գործելու ժամանակաշրջանի մասին։ Երբ մինչև որտեղ պիտի գործի, մինչև որ Քրիստոսը գա եւ մենք գիտենք որ Հիսուս եկավ եւ ամբողջությամբ իրագործեցել։ Ինչպես իրագործվեց, գրված է Գաղատացիների 13, это 3-րդ գլուխ 13-14 համարներում։ Ինքը Քրիստոսը խաչը հանձնարավ եւ ինքը Քրիստոսը խաչի մահով խափանեց մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ մեզ գնեց օրենքի անեծկիցը, որ օրենքի անեծկիցը, եթե ոչ այն, որ հենց հրեշտակների ձեռով մարդկանց միջամտությամբ տրվեց ողջ մարդկությանը։ Հիսուս Քրիստոսը խաչվեց եւ իր խաչի ու մահվան շնորհիվ ազատեց, փրկեց մեզ բոլորիս։ Օրենքից առաջացած, Աստծո օրենքից առաջ եկած անեծքից, տեսնում ենք, որ Աստծո օրենքից է զորանում մեղքը, տեսնում ենք, որ մահը խայթում է Աստծո օրենքից զորացած մեղքով, եւ իմի Հիսուս Քրիստոսը ազատեց մեզ այդ օրենքի անեծքիցը, որպեսզի այլևս օրենքից եկած ազդեցությունը, անեծքի ներգործությունը չգործի հավատացողների վրա։ Ուշադիր եք։ Բայց քանի որ ժողովրդի կենտրոնացումը դեռ կանոնակարգները պահելու վրա էր, ոչ թե Աստծո գործին հավատալու վրա, դրա համար շարունակում էին մնալ հիվանդության ու գերության մեջ։ Հռոմեացիների գրքում ենք, եթե բացել եք 8-րդ գլուխ 2-րդ եւ 3-րդ համարներում գրված է այսպես, որ Քրիստոսով եղող կյանքի օրենքը ազատեց ինձ, ասա, ազատեց ինձ։ Կյանքի օրենքը Քրիստոսով հայտնված կյանքի օրենքը ազատեց, որ մեկի մոտ է գրված կազատի ինձ։ Գրված է ազատեց ինձ, սա կատարված փաստ է, կատարված ճշմարտություն, ազատեց ինձ մեղքի եւ մահի օրենքից։ Ամեն։ Դա նշանակում է, որ մեղքի եւ մահի օրենքը այլևս ազդեցություն չունի քո վրա։ Հիշի, որ մեղքի եւ մահի օրենքն էր, որ տիրում էր մարդկության վրա, որով մեղքը կենթանանում էր, որով մահը խայթում էր եւ հիմի այս ամենը որևիցե ազդեցություն չունի Քրիստոսով արդարացածների համար։ Ամեն։
Եվ ես վստահ գիտեմ, որ հենց իմի խոսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր որ Քրիստոսով արդարացվածներ են, կապ չունի ես դահլիճում են, թե հետո լսելու են այս խոսքերը։ Ամեն։ Եվ այստեղ գրված է, որ Հիսուսը եկավ եւ մեզ ազատեց օրենքի անեծքիցը։ Երրորդ համարում ասում է, մարդկային մարմնի մեղանչական բնույթի եւ տկարության պատճառով օրենքը չկարողացավ որևիցե մեկին կատարյալ անել։ Լսի, ոչ թե օրենքն էր թերի, Պողոսն ասում է, այլ որ մարդկային մարմինն էր տկար օրենքը պահելու համար, այլ որ մարդկային բնությունը անկարող էր օրենքը պահել։ Ասում է, քանի որ օրենքը չկարողացավ որևիցե մեկին կատարյալ աներ իր մարդկային տկարության ու թերությունների պատճառով, սրա համար Աստված ուղարկեց իր որդուն Հիսուս Քրիստոսին, այն խոստացված շարավրի Հիսուս Քրիստոսին, որն էլ եկավ եւ մեր մեղանչական բնությունը կարդում եք, հա, ես ավել բան չեմ ասում, կարդում եմ այն, ինչ որ գրված է ավետարանի մեջ, եւ երանի նրան, ով որ կհավատա ավետարանի խոսքին, Հիսուսն ասեց, եթե մեկը ծարավա, թող ինձ մոտ գա եւ խմի կենթանի ջուրը, եւ ով որ հավատա ինձ, այնպես ինչպես ավետարանն է ասում, հիմի հարցը կայանում նրանում քաղցր ջան, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին ավետարանի խոսքի հիման վրա, թե հավատում ենք Հիսուս Քրիստոսին մեր գաղափարախոսության հիման վրա, մարդկային իմաստության հիման վրա, ինչ հիման վրա ենք հավատում Հիսուսին։ Եվ այստեղ գրված է, որ Հիսուս եկավ եւ մեր մարդկային մեղանչական բնությունը, թերությունը իր վրա վերցրեց եւ իր խաչի մահովը խափանեց այդ մեղքն ամբողջությամբ, որպեսզի մենք փրկություն եւ արդարություն ունենանք Աստծո առաջին։ Կատարված փաստ, ամեն։ Ով հավատում, որ Քրիստոսը իր մեղանչական բնությունը վերցրել է իր վրա, մեր մարդկային մեղանչական բնությունը վերցրել է իր վրա եւ մեղքը խափանել է, ամեն։ Դա նշանակում է, որ ես ու դու պիտի ապրենք Աստծո առաջին, որպես փրկագնվածներ եւ արդարացվածներ։ Ամեն։ Եվ հիմի այդ նույն բանը արդեն իսկ Հիսուսը որ եկել էր անելու եւ արդեն իսկ կատարված էր եւ մինչ Հիսուսը իր խաչելությունն էր, ինչ որ գործում է իր խաչելության հիմունքների վրա։ Ուշադիր ես, որովհետեւ Եթե մի քիչ տեղ Սուրբ Հոգին քեզ ավելի շատ կբացի, քան այն, որ ես խոսում եմ։ Եթե նայում ես Հովհաննես 7:37-ից 39 համարներում Հիսուսն ասում է, մեկը ծարավա գա ինձնից խմի կյանքի ջուրը, ինքը խոսում էր գրված է Սուրբ Հոգու մասին, գրված է ինքը խոսում էր Սուրբ Հոգու մասին, որը չէր եկե եւ որը պիտի գար իր խաչելությունից հետո։ Հասկանում ես, Հիսուսը երկրի վրա ամեն ինչ որ անում ու խոսում էր եւ անում էր այն հիմունքների վրա, որ պիտի կատարվեր Քրիստոսի խաչից հետո։ Արդեն իսկ կատարված փաստի հիման վրա էր խոսում, ամեն։ Եվ հիմի Բեթեսդայի ավազանի սրահներից մեկում այդ անդամանույցը, որ այնտեղ տարիներ հիվանդ էր, բարկած էր, ասում է Հիսուս տեսավ նրան։ Գիտես, անկախ նրանից թե ինչքան ժողովրդի մեջ ես դու գտնվում, մեկը Հիսուսը տեսնում է քեզ։ Եվ ասում է իմացավ նրա ամբողջական կարգավիճակը եւ ոչինչ հնարավոր չի ծածկել։ Հիսուս տեսավ այդ հիվանդին, իմացավ նրա իրական ամբողջական վիճակը, մոտեցավ իրան եւ հարց տվեց իրան։ Թույլ տուր, որ Հիսուսը ոչ միայն մոտենա քեզ, թույլ տուր, որ իր հարցադրումը ուղի քեզ։ Այս խոսքը վերաբերվում է ամեն ժամանակաշրջանում եղող ողջ մարդկությանը, ամեն արարածներին։ Հարցը կայանում է սրանում. ուզում ես առողջ լինել։ Ուզում ես բժշկվել։ Ինքը չի ասում հավատում ես ես կանեմ թե չէ։ Ինքը ասում է ուզում ես թե չէ։ Բայց տեսեք այդ մարդու պատասխանը, անկեղծ պատասխան։ Այդ մարդը Հիսուսին պատասխանեց ասելով. ես իհարկե ուզում եմ։ Ես իհարկե փափագում եմ։ Եվ տարիներ այստեղ եմ։ Օրինակ հիմա եթե մեկին հարցնեմ, հավատում ես, որ Հիսուսը կալի քո կյանքում ես փրկությունը կամ բժշկությունը, ինչ որ մեկը կարող ասի, բա որ չհավատայի խի է այստեղ, ճիշտ է։ Հիմա այս մարդն էլ ճիշտ հենց էր ասում, բառացիորեն այս բառեր չէր օգտագործում, բայց իրականում ինքն հավատում էր։ Դրա համար էլ այդտեղ էր, բայց իր հավատքի պատասխանը առնելու համար ինքը սկզբունքներ էր տեսնում, որ չէր կարողանում պահել։ Կանոններ էր տեսնում, որ չէր կարողանում պահել։ Ասում էր ես մարդ չունեմ, որ ինձ օգնի եւ ավազանի ջրի մեջ գցի, երբ որ ռեշտակն այդ ջուրը խառնում է։ Մինչեւ ես մոտենում եմ, ինձանից առաջ ինչ որ մեկը մտնում եւ բժշկվում է։
Տվյալ անձը հավատում էր Աստծո եւ Աստծո զորության կարողության վրա, բայց այդ ամենը վերցնելու համար սկզբունքներ կար իր առաջ, որ չէր կարողանում պահել։ Իր ֆիզիկական մարմնի տկարության ու թերության պատճառով կարդացինք, որ օրենքը ոչ թե անզոր էր ինքն իրանով, այլ անզոր էր մարդկային մարմնի տկարության եւ թերության պատճառով։ Հիմի այս մարդը, որ այստեղ էր 38 տարի հիվանդ էր, իր առաջ կանոնակարգ կար, առաջինը պիտի մտնես։ Այս կանոնակարգը չէր կարող պահել ու չէր բժշկում, բայց հավատում էր, երբ որ պահի կբժշկվի, սպասում էր։ Հասկանում ես խնդիրն ինչու մակայանում։ Սպասում էր, բայց իր ակնկալիքները կանոնակարգի վրա էր, սպասում էր, բայց իր ակնկալիքները մարդու վրա էր, որ մեկը գա իրան օգնի։ Ցավալի է, բայց փաստ, որ եկեղեցիում մեծամասնությունը, ես որ ասում եմ եկեղեցի, նկատում եմ Քրիստոսի, ես նկատի չունեմ տեղական եկեղեցու, քաղաքի կամ որևիցե անվանման Քրիստոսի, այսօր, այս վերջի ժամանակաշրջանում, այն ժամանակ էլ կար, հիմա էլ մարդկության կենտրոնացումը ինչ որ մեկն է, որ կգա ինչ որ տեղից, կասի ինչ որ մի բան եւ մարդիկ վերցնի իր, բայց լսի, Հիսուսն աստեղ։ Հիսուսն աստեղ։ Ամեն, եթե մեր կենտրոնացումը հոգու կենտրոնացումը, հավատքի կենտրոնացումը ներդրեն Քրիստոսի վրա, Քրիստոսի կատարած գործի վրա, կտեսնենք, որ մենք այստեղից դատարկաձեռն չենք գնա։ Նա հավատում էր եւ սպասում էր եւ Հիսուսին պատասխանեց, որ ես մարդ չունեմ, որ ինչ որ մեկն ինձ օգնի, ուրիշն եկավ օգնեց։ Մեկ ուրիշ տոնայնության տակ, եթե կարդանք այս հատվածը, կտեսնենք, որ այս մարդը շարունակաբար բողոքարկում էր Քրիստոսին։ Բոլորն ինձ թողել են, մենակ են թողել, լքված եմ, անտեսված եմ, մերժված եմ, ամենքի կողմից ոչ մեկ չկա իմ կողքը կանգնող։ Տեր Հիսուս կար նաեւ ոչ մենակ մեղադրանք, դատապարտություն, այլ կար նաև նախանձ այդ շեշտադրման մեջ։ Ինձանից առաջ ուրիշն է մտնում եւ ինքն է բժշկվում, չէ՞, բայց Հիսուսը չնայեց իր սրտի կարգավիճակին, այլ տեսավ իր հոգու փափակը, իր մարմնի կարիքը։ Ղուկաս 9:12-ում ասում է, որ Հիսուսը տեսավ մարդկանց եւ գթած եւ ընդունեց ու խոսեց Աստծո արքայության մասին եւ բոլոր նրանք, ովքեր կարոտ էին հիվանդության, բժշկվեց։ Եվ հիմա Հիսուսը տեսնում է, որ այս մարդը կարոտ է բժշկության։ Եվ չի կենտրոնանում այդ անձի թերությունների վրա։ Այնինչ կրոնական համակարգը, օրենքի եւ կանոնակարգի, այսպես ասած, կատարումը մեծ կենտրոնացնում է մարդու թերությունների վրա, մարդու տկարությունների վրա, մարդու սխալների վրա, որն էլ զրկում է մարդուն Աստծո շնորհքը եւ ողորմությունն ու գթառատությունը վերապրել ու վայելել։ Եվ այստեղ ինքն ուզում էր մտնել այդ շարժվող ջրերի մեջ, բայց չէր կարողանում։ Հիմի ինքը չէր կարողանում մոտենալ ավազանի ջրին։ Ջրի ավազանը մոտեցավ իրան, քաղցր ջան։ Ջրի ավազանը Հիսուս Քրիստոսն, ավազան Հիսուս Քրիստոս, ինքը մոտեցել է իրան։ Գիտեք, այսպեսի մի պատմություն կա, ասում եմ, մի մարդը ամեն ծերության օրերին, ամեն օր ասած ձգտում է, որ եկեղեցի գնա իր թորնիկները միշտ արգելում են, ասում են, «Պապի ջան, դե հերիք է էլի, այսքան գնացել ես, հերիք է, մինչև երբ»։ Ու պապին այսպես համառորեն շարունակում էր եկեղեցի գնալ եւ լինում է օրերից մի իրավիճակներ, որ ինքն ամբողջությամբ տկարացած, թուլացած եւ չի կարողանում եկեղեցի գնա, մի որոշ ժամանակ հետո թորները նորից իրան հեգնում են ծաղրելով, «Հա, պապի, բա հիմի ինչ ես անում»։ Այն ժամանակ ասում էր, «Առանց Հիսուսի չեմ կարա, պիտի գնամ»։ Ասում է, «Բալեք ես», ասում է։ Այն ժամանակ ես գնում էի եկեղեցի եւ Հիսուսին ասում էի, «Բարի լույս Հիսուս, ես այս ինչ մարդ եմ, քո անունով, եկել եմ քեզ հանդիպելու, հիմա ես չեմ կարողանում գնալ եկեղեցի Հիսուսի մոտ, Հիսուսն ինքն է գալի ու ինձ ասում է, բարի լույս Սիմոն, ես Հիսուսն եմ, եկել եմ քեզ հանդիպելու»։ Այս տվյալ անձը 38 տարի Երուսաղեմում, արդարության ու խաղաղության քաղաքում 38 տարի ամեն անգամ տոնակատարությունների ժամանակ, շաբաթ օրը, սրբության ու հանգստության օրը, այս մարդը Բեթեսդայում, որ նշանակում է Աստծո ողորմության գթության տուն, այդտեղ էր, բայց դեռ իրական հանդիպում չէր ունեցել Քրիստոսի։ Ինքը փափագում էր շարժվող ջրերի մեջ, կենթանացած ջրերի մեջ մտնելու, ավազանի ջրերի մեջ մտնելու, փափագում էր մեկն օգնի, բայց այդ ավազանի ջուրն այսօր մոտեցել է իրան։ Կարող ես ընդունել, որ հենց հիմա մոտեցել է քեզ։
Ավազանի ջուրը ինքն ավազանը Քրիստոսն է։ Ավազանի ջուրը իրանից բխող խոսքն է, հոգին է։ Եվ Եփեսացիների 5-րդ գլուխ, սա կարդում եմ փաստելու այն խոսքը, որ ես ասացի, որ ավազանը Քրիստոսն է, եւ Քրիստոսից բխող խոսքը դա ավազանի ջուրն է։ Եփեսացիների 5:25-26-ում գրված է Հիսուսը սիրեց իր եկեղեցին եւ իր անձը իր եկեղեցու համար զոհաբերեց, գրված է որպեսզի եկեղեցին մաքրի, սրբացնի ջրի ավազանով, կարդացեք, այսինքն տենց էլ գրված է, այսինքն իր խոսքով։ Ջրի ավազանը դա ինքը Քրիստոսն է։ Իր խոսքը, Քրիստոսի խոսքը այդ ավազանի մեջ եղող ջուրն է, կենդանի ջուրն է։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ որովն էլ մենք մաքրվում ենք եւ սրբացվում ենք եւ իհարկե բժշկվում ու ազատագրվում ենք։ Եվս մեկ հատված Ելից գրքի 30 գլուխ 18-21 համարներում եւ որ Աստված պատվիրեց Մովսեսին խորանը շինեն եւ պատվիրեց, որ խորանը շինելուց մի պղնձե ավազան պատրաստեն եւ պղնձե ավազանը լիք ջրով դնեն խորանի եւ զոհասեղանի կենտրոնում, մեջտեղում, որպեսզի քահանաները մինչև խորան մտնելը եւ զոհի սեղանի զոհին մոտենալը մաքրվեն, լվացվեն այդ ավազանի ջրով, որ չմեռնեն, ստեղ գրված է։ Եվ դա հավիտենական կանոն լինի բոլոր սերունդների համար։ Այդ հավիտենական կանոնը եկել հասել է նաեւ այս ժամանակաշրջանում, որովհետեւ այդ հավիտենական կանոնը նաև վերաբերվում է այս ժամանակների մեջ։ Ուրեմն, մենք պիտի գիտակցենք, պղինձը դա խոսում է Քրիստոսի չարչարանքների ու նեղությունների մասին, որ ինքը գրեց իր իսկ ֆիզիկական մարմնի վրա եւ Հիսուս Քրիստոսը խաչի վրա ինքը, գիտեք, ասում է գեղարդով իր կողքը խոցեցին աչից ձախ եւ ասում է երբ որ խոցեցին նրա փորիցը արյուն ու ջուր հոսեց։ Ինքն ավազանն է եւ իրանից բխող խոսքը կենթանի ջուրը, որով մենք մաքրվում եւ սրբացվում ենք։ Ամեն։ Եվ բնականաբար ազատագրվում ենք ամեն խնդիրներից։ Հովհաննես 4:10-14 համարներում Հիսուսը որ հանդիպել էր այն սամարացի կնոջը, իրան հայտնի այսպես խոսեց ասելով, որ ես եմ կենթանի ջրի աղբյուրը, սամարացու կնոջն ասեց։ Եվ այն ջուրը, որ ես կտամ նրան, ով որ խմի, եթե այդ անձը խմի այդ ջրից, որ ես կտամ նրան, այդ ջուրը իր ներսի մեջ կվերածվի կյանքի ջրի աղբյուրի եւ կբխի հավիտենական կյանքի համար։ Հանդիպելով Հիսուսին, դու պիտի որ հագենաս նրանից բխող կյանքի ջրով, որպեսզի քեզանից բխի այդ կյանքի ջուրը։ Ամեն։ Եվ հիմա այդ կյանքի ջուրը, այդ ավազանը եւ ավազանի միջի ջուրը, կենթանի ջուրը հանդիպեց Բեթեսդայում գտնվող այդ 38 տարվա հիվանդին։ Ես չգիտեմ քանի տարի է դու խնդիրների մեջ ես։ Այդ խնդիրը կարա լինի հոգու ոլորտի մեջ, կարա լինի շնչի ոլորտի մեջ, կարա լինի ֆիզիկական ոլորտի մեջ, անկախ նրանից ինչ ոլորտերում ես դու գերված, կապանքների ենթարկված եւ տանջանքների, բայց Հիսուսը որպես կենթանի ջուր հայտնվում է քեզ եւ առաջարկում է քեզ եւ խմեցնում է քեզ այդ կյանքի ջրից, ինչպես որ հայտնվեց այդ ավազանում եղող հիվանդին եւ առաջարկեց այդ ջուրը, խմեցրեց այդ ջուրը, որ այդ անձը այլևս չկենտրոնանա իր վիճակների վրա, իր մարդկային հնարավորությունների վրա, այլ կենտրոնանա նրա վրա, թե ինչա արե Աստված Քրիստոսի խաչի միջոցով իր համար, քո համար։ Ամեն։ Եվ հիվանդին ասեց, տալով կյանքի ջուրը, խոսքը ասեց, եթե ուզում ես առողջ լինել, ընդ որում առողջ լինելն ավելի վերը, քան թե բժշկված լինելը։ Ուզում ես առողջ լինել, ուզում ես առողջ ապրել։ Մարդիկ առողջ ապրելակերպի համար ինչ ասես կանեն։ Ինչ մեթոդներ ասես կկիրառեն, ուր ասես կեթան, ինչ ծախսեր անես ասես կանեն, բայց Հիսուսն ասեց, ուզում ես, ուրեմն ընդունի այդ կյանքի ջուրը։ Քեզ պետք չի որ սպասես ժամանակ առ ժամանակ, երբ որ այդ հնարավորությունը կտրվի։ Այդ հնարավորությունը հիմի Հիսուսն է, քո առաջ կանգնած է։ Ընդունի այդ խոսքը
Եվ երբ որ մարդն ընդունեց այդ խոսքը, անմիջապես առողջացավ, գրված է, անմիջապես առողջացավ։ Ամեն։ Ուրեմն երբ որ ընդունում ես այն խոսքը, կենթանի ջուրը, որ Հիսուսը պատրաստ է քեզ տալու, քո տվյալ ժամանակին կարիք եղած խոսքը, Հիսուսը Սուրբ Հոգով բերում է քեզ։ Ընդունես, կբժշկվես։ Վերցնես, անմիջապես կբժշկվես։ Այս մարդը անմիջապես ընդունեց եւ բժշկվեց, վեր կացավ եւ քայլեց։ Եթե մարդը կարար չի ասել, այ պարոն Հիսուս։ Ընդ որում այնտեղ որ գրված է, որ Հիսուսն ասեց Տեր, դա հիվանդը Հիսուսին ասեց Տեր չի ասում, այսինքն պարոն ասում։ Ոչ թե Господи, այլ Господи։ Որովհետև չէր ճանաչում Հիսուսին։ Հետո Հիսուսը գտնում է նրան տաճարի մեջ եւ այդ անձը ճանաչում է Հիսուսին ու հետո ասում է, որ ինձ բժշկեց, նրա անունը Հիսուս է։ Լսում ես։ Ասածս էսա, որ այդ անձը ընդհանրապես ճանաչողություն չուներ։ Շատ անգամ մեր կրոնական մտածելակերպը մեզ խանգարում է վերցնելու Քրիստոսից կենթանի ջուրը։ Շատ անգամ մեր սխալ ուսուցումները, որ ձևավորվել է, համոզմունքները, որ ձևավորվել է մեր շնչի ոլորտում, մեր ենթագիտակցության մեջ, իսկ մենք գիտենք, որ ենթագիտակցության մեջ ներս թափանցած որևիցե միտք չի մոռացվում եւ այն ազդում է մարդու կյանքի մեջ, այնպես էլ հիմա այս մարդը իր ամբողջ էությամբ ընդունեց, բայց շատ անգամ մեր ենթագիտակցությունը մեզի խանգարում է ամբողջությամբ ընդունելու մեր միտքը, համոզմունքները, քանիսներս ենք պատրաստ, որ մեր սխալ ուսուցումները, որ ժամանակին լսել ենք, մի կողմ դնենք եւ գանք կենթանի ջրերին։ Կենթանի ջրերը խմողը ինքը կենթանանում է եւ ինքը միջոց է հանդիսանում մարդկանց ուրիշներին կենթանացնելու։ Համաձայն ես, եւ ասում եմ անմիջապես բժշկվեց, որովհետեւ ընդունեց Քրիստոսի մատուցած շնորհած կենթանի ջուրը։ Եկեք որ այսօր մենք չկենտրոնանանք մեր հնարավորությունների, կարողությունների վրա, մարդկային տեսանկյունից եղող իրավիճակների վրա, այլ մեր կենտրոնացումը լինի Քրիստոսի կատարած գործի վրա։ Ամեն։ Հովհաննես 11-ում ենք 11:40-ում Հիսուսն ասեց Մարթային ասեց այդտեղ գրված է, բայց Մարթայի փոխարեն կարող ես դնել քո անունը։ Հիսուսը քանի անգամ է քեզ ասել, քեզ չասեցի, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Այսինքն տեսնում ենք այստեղ, որ արդեն Հիսուսի խոսքի մեջ մի տեսակ հստություն կար։ Մինչև քանի անգամ պիտի ասեմ, որ դու հասկանաս, որ քեզ պետք է ընդամենը վստահես, ապավինես, հավատաս, կարճես Աստծո խոսքից կենթանի ջրից եւ կտեսնես Աստծո փառքը։ Եկեք ուրեմն մեր սկզբունքների վրա չկենտրոնանանք, մեր համոզմունքների վրա չկենտրոնանանք, մեր հասկացողության վրա անգամ չկենտրոնանանք, այլ մեր կենտրոնացումը լինի Քրիստոսի կատարած գործի վրա, հավատքով ընդունենք այն եւ կտեսնենք Աստծո փառքը։ Սաղմոս 2 ենք ուրեմն 36:7-9 համարներում այնտեղ այսպես է գրված, որ Տերը ինքը ամեքիս խմեցնում է իր հաճության գետից, ասա իր հաճության գետից, դա իր շնորհքի գետն է քաղցր ջան, խմեցնում է մեզ իր շնորհքի գետիցը եւ հագեցնում է մեզ կյանքի աղբյուրի ջրով, որովհետև ինքն է կյանքի աղբյուրը եւ Աստված իր սրտի մեջ փափակ ունի, նպատակ ունի, որ ամեքիս խմեցնի այդ շնորհքի գետիցը եւ ամեքիս այսպես հագեցնի կյանքի ջրի աղբյուրով, որը բնականաբար Քրիստոսն է եւ որից բխող կենթանի ջուրը դա Սուրբ Հոգին է, Աստծո խոսքը։ Աստծո խոսքը Հիսուսն ասում է, այն խոսքը, որ ես ձեզ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Եկեք որ այդ խոսքն ընդունենք մեր մեջ եւ կտեսնենք ամբողջական բժշկությունը, ազատագրությունը եւ ամեն տեսակ կապանքները կքանդվի։ Ուրեմն Հայտության գրքում 22:1-3 համարներում դարձյալ խոսում է շնորհքի գետի մասին։ Գրված է այսպես. Աստծո եւ գարի գահիցը բխում էր շնորհքի գետը, պարզ, զուլալ, ջինջ գետը, եւ ասում է, որտեղ որ այս գետի ջրերը հոսում էր, որտեղ որ այս կյանքի ջրի գետը հասնում էր, ուշադիր ես կարդում ես, ասում է, այդտեղ անեծքը դադարում էր, նզովքը խափանվում էր, խավարը լուսավորվում էր, հիվանդը բժշկվում էր, տկարը զորանում էր, ընկածը կանգնում էր։ Եվ այսօր Աստված ուզում է, որ այս կենթանի ջուրը հասանելի դարձնի մեզ համար,
որ մենք չկենտրոնանանք մեր կարողությունների վրա, այ եթե ես էլ այդպիսի մեծ հնարավորություն ունենայի, ես էլ կկարողանայի Աստծուն ճշմարիտ պատարակ կամ այսքան ժամանակ, կամ այսքան, չգիտեմ ինչ տրամադրել։ Դա խաբկանք է։ Կենտրոնացի Աստծո վրա եւ դու կտեսնես, որ դու էլ կունենաս այն, ինչ որ Աստված խոստացել է բոլոր հավատացողներին։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ ուր որ այս գետը գնում էր, գայիս է լինում էր տեղի կատարվում էր բժշկություններ, ազատագրություններ, գերությունից, կապանքներից, տանջանքներից, մարդիկ իրականում ազատվում են։ Աստված ուզում է, որ մենք այդ ջրերից խմենք։ Հիշում եք Հիսուսը Հովհաննես 4-ում մենք կնոջը, որին բացահայտ ասեց, ես ունեմ կյանքի ջուր քեզի տալու, այդ կնոջն ասեց Հակոբի ջրորից խմողը, ինքը չանարգեց Հակոբի ջրորը, ուղղակի ասեց, այդ ջրորից խմողը դարձյալ կծարավի, այդ ջրորից խմողը չի կարող ստանալու վերցնել այն, ինչ որ ով որ խմի իմ տված ջրից։ Հակոբի ջրորից խմելը դա 5 կտակարանյան հոգու մեջ լինելն է։ Քրիստոսի ջրերից խմելը Սուրբ հոգու մեջ լինելն է։ Ես չգիտեմ ինչ սկզբունքներով ես դու հավատում Հիսուս Քրիստոսին, բայց լավ կլինի, որ մենք Աստվածային սկզբունքներով, նոր կտակարանային սկզբունքներով եւ նոր ուխտի սկզբունքներով, որովհետեւ Հիսուս Քրիստոսը ինքը նոր ուխտի միջնորդ է եւ նոր ուխտի միջնորդ լինելով ինքը իր վրա է վերցրել մեր մարմնավոր ամեն տկարություններն ու թերությունները, որպեսզի մեր կյանքում իրականացնի Աստվածային գործը Իրոջ մեծ փառքի համար։ Ուրեմն եկեք որ ամեքսել սիրով, հոժարությամբ, հավատքով, հաստատությամբ կանգնենք եւ խմենք այդ կենթանի ջրերից եւ խմելով հանդերձ կտեսնենք Աստծո փառքը մեր կյանքում, անհատական, ընտանիքի մեջ, երկրի մեջ, ազգի մեջ, մեր սերունդների մեջ կտեսնենք շողով, որովհետեւ այն ամեն ինչ որ խոստացված է քեզ, խոստացված է նաեւ քո ազգին եւ ժողովրդին եւ սերունդներին են Հիսուսի զորավորանում։ Եվ կայանում է հարցը սրանում, որ կենթանի ջուրը ինքը Հիսուսն է։ Մենք չպիտի կենտրոնանանք որոշակի արարողությունների կամ իրավիճակների վրա։ Մեր կենտրոնացումը պիտի լինի Աստծո խոսքը, որը կյանք է, որը Քրիստոսն է, որը կյանքի ջուրն է, որը Սուրբ Հոգին է, եւ որը բժշկում է, ազատագրում է, թողություն աշնորում եւ մեր կյանքում իրագործում է Աստծո հավիտենական ծրագիրը եւ մեզ Աստծո հավիտենական ժառանգության մեջ ժառանգակից է դարձնում Հիսուսի զորավորանը։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ մեր սրտի գոհությունն ու շնորհակալությունը հայտնենք, որ եթե անգամ մենք չկարողացանք մոտենալ այդ կենթանի ջրի ավազանին, ապա այսօր այդ կենթանի ջուրը ավազանը մոտենում է մեզ։ Ամեն։ Մոտենում է մեզ եւ ասում է. կամենում ես առողջ լինել։ Կամենում ես հաստատուն լինել, որովհետև կան մարդիկ, որոնք փոփոխական են։ Այս կիրակի լավ է, ամեն ինչ լավ է, տունը լավ է, երկիրում լավ է, ես լավ եմ։ Դա փոփոխական լինել է եւ դա Աստծո հետ ընդհանուր առնչություն չունի։ Բայց իրականում Աստծո խոսքը կայանում է սրանում, որ Աստված ուզում է, որ մենք ամեն իրավիճակների մեջ հաղթող լինենք։ Ոչ թե տրվենք իրավիճակներին, այլ իրավիճակներ փոխենք մեր հավատքով, մեր աղոթքով, մեր Աստծո հետ Սուրբ Հոգու միջոցով հաղորդակից լինելով։ Ամեն։ Կամենում ես հաղթող լինել, կամենում ես առողջ լինել, կամենում ես օրհնված լինել։ Քո կարծիքով քո օրհնված լինելը կախված է ինչ-որ մի իրավիճակներից, ինչպես այս անձն էր ասում, Տեր ասում էր, ես մարդ չունեմ, որ ինձ օգնի, որ օրհնված լինեմ։ Բայց Հիսուսն ասում էր, եթե ուզում ես, վեր կաց, ամեն ինչ տրված է քո ձեռքը, Աստծո խոսքի հիման վրա, որովհետև Հիսուսը Աստծո ամեն խոստումների այոնա մեզ համար։ Ընդունելով Հիսուսին, մենք ընդունում ենք մեր կյանքի ամեն հարցերի պատասխանը։ Հիսուսն է մեր կարիքը ամեն բանից վեր։ Հիշի, Հիսուսն ասեց, ես եմ դուռը, ինձանից, ով որ ինձանով ներս մտնի, կյանք կգտնի, փրկություն կունենա։
Եվ որևիցե բանի կարոտություն չունենա։ Եթե ինչ որ մի հարցում դու կարոտություն ունես, նշանակում է, որ այդ հարցի վերաբերյալ դու ճիշտ մոտեցում չունես Հիսուսի նկատմամբ։ Լսում ես, հարազատս, ես նորից եմ կրկնում, եթե դու ինչ որ մի հարցի մեջ կարոտություն ունես եւ տարիներ դրա պատասխանը չունես, նշանակում է այդ հարցին դու մոտենում ես կրոնական տեսանկյունից, օրենքի կիրառման տեսանկյունից։ Եվ դա խոսում է այն մասին, որ դու ինքդ քո համար սկզբունքները շինել ու չես կարողանում անցնել այդ սկզբունքներից։ Դա նշանակում է, որ քո ձեռքբերումների համար քո կենտրոնացումը մարդկային իրավիճակների վրա է, ոչ թե Աստծո։ Փոխիր այն, շտկիր այն, կենտրոնացի Քրիստոսի վրա, նրա կենթանի խոսքի վրա եւ կտեսնես Աստծո փառքը քո կյանքում, քո ընտանիքում, սերունդերիդ մեջ, ազգիդ մեջ, երկրիդ մեջ, այդտեղ որտեղ կաս, Հիսուսի անունը կանչելով, Օշնյալա մեր Աստվածը եւ օշնյալա Աստծո ժողովուրդը Հիսուս Քրիստոսի զորավուրանով։ Եղիր օրհնված եւ օրհնության միջոց շատերի համար։ Եվ այս երկրպագության մեջ, եթե ինչ որ մեկը կա, որ կուզենա այստեղ մոտենալու, աղոթք ընդունելու, սիրով ու հավատքով մոտեցի, եւ դու կտեսնես Աստծո փառքը քո կյանքիդ մեջ, որովհետեւ Հիսուսն ասում է, հավատաս, կտեսնես Աստծո փառքը քո կյանքում, քո ընտանիքի մեջ, քո սերունդների մեջ։ Եղիր այդպեսին, ինչպեսին ավետարանն ասում, որ դու կաս։ Սիրտդ բաց Տիրոջ առաջ եւ ասա, շնորհակալ եմ Տեր, որ դու իմ համար օրհնություններ ես նախասահմանել եւ շնորհակալ եմ, որ դու հիմի նպաստում ես, որ այդ ամենը ես ունենամ եւ լինեմ այն, ինչ որ ավետարանն ասում, որ ես կամ քեզանով եւ քեզ համար։ Օրհնյալ ես դու, սիրելի Հայր, Հիսուսի անունով, ամեն եւ ամեն։